Պարոն Մանուկյան, նախ օրվա խորհրդի հետ կապված ինչ կարող եք ասել։ Դա ապրիլի 24-ն է, մի օր, որ մենք վերհիշում ենք 111 տարի առաջ արդեն տեղի ունեցող իրադարձությունները, հիշում ենք հայոց ցեղասպանության զոհերին եւ ամեն տարի փորձում ենք այստեղ գալով, այստեղ ծաղիկներ բերելով եւ ընդհանրապես մտքերով նաեւ այդ իրադարձություններին վերադառնալով փորձում ենք ցույց տալ, որ մենք որպես ժողովուրդ չենք մոռանալու, մենք որպես ժողովուրդ փորձելու ենք այս թեման շարունակել, նաև ապագա սերունդներին այսպես փոխանցել այս թեման, որովհետև վերջին հաշվով ինքը արտարության համար պայքար է։ Արտարության համար պայքար է եւ այդ նոր սերունդի դաստիարակումը հենց արտարության համար պայքարելու ոգով ինձ թվում է շատ կարեւոր է նաեւ պետականություն ունեցող ժողովուրդների համար։ Այսինքն դու պետք է քո երիտասարդներին ցույց տաս պայքարի ճանապարհը, դու պետք է ցույց տաս, որ անարտարությունը, որը կատարվել է մեր ժողովրդի հետ, այն սարսափելի ոճի, որ կատարվել է մեր ժողովրդի հետ 100 տարի առաջ, ինքը այսպես մի օրվա մի որոշման մոռացության մատնելու թեմա չի։ Իսկ պայքարի այդ ճանապարհը որն է, որ նշում եք ձեր խոսքում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ, քառորդ դար կարելի է ասել, իրականացնում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այսպես ուղղված քայլեր եւ կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ էր, որովհետեւ նախ եւ առաջ դա ցույց էր տալիս, որ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դա զուտ հայկական պատմություն չի, դա համաշխարհային պատմության մի մաս է, դա մարդու կողմից մարդուն սպանելու գործողությունն է եւ երբ որ մենք պայքարում ենք հայոց ցեղասպանության ճանաչման համար, մենք փաստացի նաև պայքարում ենք ընդհանրապես աշխարհում ցեղասպանություններ չլինելու դեմ։ Բացի դրանից, երբ որ կար հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թեման բավականին ակտիվ էր նաև արտաքին քաղաքական քննարկումներում եւ այս պարագայում Հայաստանի նկատմամբ գործողությունները, ագրեսիվ գործողությունների մակարդակը որոշակիորեն նվազում էր, չեմ ասում վերջնական կորումներ եւ դա մենք տեսանք իհարկե, բայց ամեն դեպքում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք միշտ ընկալել ենք որպես Հայաստանի ազգային անվտանգության բարձրացման մի փոքրիկ քար, որը մենք դնում էինք այդ ընդհանուր այդ պատնեշի մեջ, որը պետք է մեզ ավելի ուժեղ դարձներ, մեզ միջազգային այսպես ասպարեզում ավելի մեծ հնարավորություն տար եւ այլն։ Մանուկյան, ինչ եք անցյալով խոսում, հիմա այդպես չէ։ Դե այդպես չի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը ուղղակի հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դա Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն չի այլևս։ Բայց իշխանությունները որոշել են, որ դա Հայաստանին չի տալիս այն լրացուցիչ կռվանները, որը իմ կարծիքով կան եւ դրա համար իրենք հրաժարվել են այդ պայքարից։ Պարոն Մանուկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը եկավ ծիծեռնակաբար, արդյոք ցեղասպանության տուն-թանգարան այցելել է։ Ցեղասպանության թանգարան ինչքան ես գիտեմ չի այցելել։ Ինչքանով ես եմ տեղյակ, հայոց ցեղասպանության թանգարանի չի այցելել եւ միայն եղել է արարողակարգային այց հուշահամալիր ծաղիկների խոնարհում։ Ինչով է բացատրում։ Չէ, ես չեմ անդրադարձել, սովորաբար այդ ժամին նաև որ գալիս են պաշտոնական պատվիրակություն աշխատակիցներին, այսինքն այդ ելումուտը ժամանակապակված է։ Ես եկել եմ ավելի ուշ ժամի, երբ որ արդեն այդ պաշտոնական պատվիրակությունները եկե գնացել էին, որպեսզի հնարավոր լիներ տարածք գալ։ Մոտ գործել։ Ցուցադրությունը, հա, երկու օր առաջ բացվեց նոր ցուցադրությունը։ Դա այն ցուցադրություն մենք ամեն ապրիլ 24-ին փորձում ենք նոր ժամանակավոր ցուցադրություն բացել եւ անցած տարի ապրիլի 24-ին դա հայոց ցեղասպանության օտարերկրացի վավերագրողներն էին, այսինքն այն բոլոր օտարերկրացիները, ովքեր այդ ժամանակ աշխատում էին Օսմանյան կայսրությունում եւ տեսել էին իրենց աչքերով ամեն ինչ եւ վավերագրել էին, թողել էին հուշեր, թողել էին լուսանկարներ եւ այլն, բայց մենք որոշեցինք նաեւ, որ երևի ճիշտ կլինի նաեւ հայ վավերագրողների մասին խոսել, որտեղ կային նաեւ հայեր, որոնք այդ շրջանում ոչ միայն փրկում էին իրենց կյանքը, այլ նաև փորձում էին փրկեին ինչ-որ ապացույցներ, փորձում էին դոկումենտացնել այդ ամեն ինչը հետագայում դա աշխարհին ներկայացնելու համար եւ անցած տարվա ապրիլի 24-ից սկսվեցին այս աշխատանքները եւ մենք փաստորեն այս տարի
փակեցինք այդ մի տարվա մեր աշխատանքը ցուցադրությունով ներկայացրել ենք, ես հրավիրում եմ բոլոր մեր հայրենակիցներին այցելել եւ տեսնել։ Այս տարի շատ է համալիրի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկա էր եւ այդ ժամանակ էլ տեղեկություն եղավ, որ Թանգարան ինստիտուտ չի այցելել Փաշինյանը, ինչով է պայմանավորված։ Ճիշտ ասած չգիտեմ, իրենք որոշել են, որ չեն այցելելու, այդ առումով չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Պատճառը այն է, որ դուք ձեր դժգոհությունն եք հայտնում տնօրենին հեռացնելու կապակցությամբ եւ այս կերպ նաեւ աշխատակազմը բոլորը գիտեք, որ աշխատակազմը ցույց տալիս ձեր հայտարարությունների վերաբերյալ։ Ամբողջապես աշխատակազմը միամուռ իր դժգոհությունը հայտնեց, իր բողոքը հայտնեց, իր նամակը ուղարկեց իրեն եւ նաեւ հոգաբարձների խորհրդին։ Չգիտեմ, միգուցե դրանով պայմանավորված կամ չէ, չեմ կարող իր փոխարեն պատասխան տալ, բայց համենայն դեպս այո, մենք դժգոհություն հայտնել ենք։ Իսկ որ Տիկին Գզոյանը հետ կվերադառնա։ Այդ ճիշտն ասած իր անձնական հարցն է, իր հետ պետք է խոսեք, ինքը պետք է սպասում են, բայց աշխատակիցները։ Դե ինքը արձակուրդի մեջ է, մենք շատ, չգիտեմ, ինձ համենայն դեպս լավ, մեզ չասեմ իմ անձնական իմանալից, ինձ շատ դուր էր գալիս Տիկին Գզոյանն հետ աշխատել, ես կարող եմ ասեմ, ինքը մեր լավագույն տնօրենն էր միգուցե այսքան ժամանակ մեր թանգարանում եղած, եւ ես շատ մեծ հաճույքով իր հետ նաեւ կշարունակ եւ կազմակ եւ որպես գիտնական, Էզդա Գզոյանը շատ ճանաչված գիտնական է եւ նաեւ դուք երևի կարող եք դրա ապացույցը գտնել համաշխարհային ինչ արձագանք գտավ իր ազատման այս ամբողջ այս պատմությունը, շատ հայտնի ցեղասպանագետներ, նաեւ արվելագետներ նամակներ գրեցին պահանջելով վերականգնել եւ բողոքելով, ինքը շատ հայտնի գիտնական է, երբ որ դու աշխատում ես մի հայտնի գիտնական է, դու նաև քեզ օգնում է անձնապես զարգանալ եւ նաև ինքը հասկանում է դու ինչով ես զբաղվում, ավելի հեշտ է լինում այդ կոմունիկացիան։ Եվ բացի նրանից ինքը շատ լավ կազմակերպիչ էր։ Մենք այս 2 տարվա ընթացքում, որ ինքը տնօրեն էր, բազմաթիվ միջազգային գիտաժողովներ են կարել, շատ հեղինակավոր հյուրերով, բազմաթիվ օտարերկրյա դրամաշնորհների մասնակցություն ունենք, միջազգային համագործակցություններ շատ բարձր մակարդակի վրա եւ սպասում ենք։ Դե այդքան դեռ ծանոթ չենք, նոր է ինքը, տեսնենք։ Հասցրել եք տեսնել, բայց հա, երբ էին գալիս այնք աշխատանք։ Եվ Արցախի բաժինը փակելու մասին Չէ, այս պահին Արցախի բաժինը աշխատում է եւ կարծում եմ, որ չպետք է փակվի, ինչի համար։ Բայց կան նման խոսակցություններ, որ ասում եք այս պահին աշխատում։ Ես մամուլից եմ լսել, ճիշտն ասած, ներքին նման խոսակցություն չեմ լսել, հիմա աշխատում եմ։ Ներողություն, քիչ առաջ տեղեկություն է նաև տարածվել, որ Թանգարան ինստիտուտի պաշտոնական կայքից հեռացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի վերաբերյալ նյութը, ինչ կարող եք ասել այս մասին, ինչու է հեռացվել, եթե հեռացվել։ Եթե ես չգիտեմ ինչու է հեռացվել, միգուցե էլի այդպես քաղաքական կարմարությունից ելնելով, բայց ես ամենայն դեպս համարում եմ դա շատ վատ նախադեպ։ Հեռացվել է, բայց ես գիտեմ, որ պետքա որ լիներ, չեմ ասել կայքը նայել, բայց նաև էլի մամուլում կարտացել եմ, երևի ինչ-որ մի բան կա էլի, չէ որ գրում են։ Ամեն դեպքում կարծում եմ, որ միշտ դրվել է, միշտ ավանդաբար մենք դա արել ենք, ավանդաբար բոլոր բարձրաստիճան հյուրերին, բարձրաստիճան պատվիրակությունները, լինի դա Հայաստանի կառավարությունը, լինի դա դեսպանատները, լինի դա մեր հոգևոր իշխանությունը, միշտ դրվել է, մշտապես դա դրվել է եւ մի քիչ տարօրինակ է թե ինչու այս տարի չպետք է դրվի, էլի, այսինքն տնօրենին հեռացնելուց հետո նաև աշխատողներին հեռացնեն, որովհետև շատ հարցերի վերաբերյալ դուք այլ դիրքորոշում եք։ Այնպեսի հարցեր եք տալիս, որ ես չգիտեմ, բայց ես կարծում ես առաջնորդում եմ գիտնականի ազատության կանխավարկածով։ Մեզ միշտ ասել են, որ գիտնականը ունի իր ազատ իր կարծիքը արտահայտելու, ոչ միայն գիտնականը, դա այնպես Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդավարական պետությունը եւ մարդ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու։ Առավել եւս խոսքը վերաբերում է նաեւ գիտնականների, գիտական ազատությունը շատ է խոսվում մեր երկրում դրա մասին եւ ես հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի, որ արդեն սկսեն աշխատակիցների հետ կապված ինչ-որ հարցեր լուծեն, հաշիվներ մաքրեն, որովհետեւ վերջին հաշվով այն ինչ որ մենք անում ենք, դա ոչ հակապետական գործունեություն է, ոչ հակազգային գործունեություն է։ Մենք ընդամենը կիսում ենք մեր մտահոգություններով, մենք անում ենք մեր վերլուծությունը, մի բան, որի համար մեզ վճարում է։ Պետությունը մեզ վճարում է նաև կարծիք ունենալու, մեր կարծիքը կիսելու, մեր գիտական, այսպես փորձից եւ գիտելիքներից ելնելով ինչ որ բան վերլուծելու։ Արդյոք կարող է խանգարել խաղաղության օրակարգին։ Չեմ կարծում, որ ինչ որ մեկ գիտնականի ուրեմն դա այն լիակատար խաղաղության օրակարգը չի, եթե մարդ ցանկացած ինչ որ մի անհատ մարդու արտահայտված կարծիքը պետքա դա խաթարի, էլի